Ես պատկերացնում եմ, որ հիմա գարնանային շատ գեղեցիկ երեկո մարդիկ նստած մեր YouTube-յան ալիքով նայում են մեզ ու ասում են վայ նենց կուզենանք մենք էլ մասնակցենք ժամադրություններին եւ դա շատ լավ շանս է, որովհետեւ 3 ավելորդներն են ձեզ հետ Եվ մենք օգնելու ենք ոչ միայն այստեղ հյուր եկած մեր հերոսուհուն, այլ նաև առհասարակ խոսում ենք հարաբերությունների հետ կապված, այնպես որ մնացեք մեզ հետ, վերջում էլ չմոռանաք գրել մեկնաբանություններում ձեր կարծիքը, իսկ այս պահին առաջարկում եմ արդեն մի հատ կարամ բան ասեմ։ Կարևոր սա dating show է եւ հարաբերություններից ենք խոսում, ինչը մեր հյուրին կանչել եմ մի երկու բան քո հետ քննարկեմ իմ անձնական կյանքից, էլի, եթե դեմ չես։ Օրինակի համար դու ո՞նց ես վերաբերվում, երբ որ քեզ Instagram-ով ինչ որ շատ գեղեցկադեմ տղա գրում է, բարև ոնց ես, ես միշտ չգիտեմ, այդ բարև ոնց ես-ը մտնում եմ իր էջը իմ type-ն է կոպիտ ասած, բայց ես չգիտեմ, իրան որ պատասխանեմ, արդյոք իմ պատասխանից ինքը կմտածի, որ ես ազատամիտ աղջիկ եմ ու ամեն պատահածին պատասխանում եմ, իսկ եթե չպատասխանեմ, ինքը ոնց կհասկանա, որ ինքը իմ դուրը գալիս է, խնդրում եմ այդ հարցի պատասխանը տուր ինձ, բայց ես 99.99%-ում չեմ պատասխանում, որովհետև տենց չեմ պատասխանում։ Իհարկե, եթե քեզ դուր է գալիս, միանշանակ պետք է պատասխանել, իսկ եթե այդ մարդը բավականաչափ լայն աշխարհայացք չունի եւ այնքան նեղամտածում, որ պատկերացնում է թե աղջիկ իրեն պատասխանել է, ուրեմն ինքը ազատամիտ է, այդպիսի տղայի կարծիքը մեզ հետաքրքիր է, իհարկե հետաքրքիր չի, իսկ եթե adekvat է, ավելի ուրիշ հայացքներ ունի, հա, չասենք adekvat է, միանշանակ ընտիր է։ Վատենը, որ ես էլ այդ կարծիք ունեմ, որ ես պատասխանում եմ, ուրեմն ազատամիտ եմ, դրա համար չեմ պատասխանում։ Առաջարկում եմ արդեն այստեղ հրավիրենք մեր երրորդ ավելորդին, դերասանուհի Մանե Հակոբյանն այսօր մեզ միանալու, Մանե։ Արի։ Շատ սիրուն ես եղներ եւ մարդիկ, դուք էլ շնորհակալություն։ Մերսի շատ։ Դե Մանե, մի քիչ խոսենք ժամադրությունների մասին, ոնց ես պատրաստվում, ոնց էիր պատրաստվում ժամադրություններին, որովհետև տարբեր տարիքային սեգմենտում ինձ թվում է մենք բոլորովին այլ կերպ ենք պատրաստվում ժամադրություններին։ Ես ինչ դժվար հարցերի սկզբան է, որովհետև բացարձակ չեմ պատրաստվել ժամադրություններին, ժամանակ էլ չեմ ունեցել պատրաստվել, իմ ժամադրությունը դա երևի 6 տարի առաջ էր, բացարձակ չէի մտածում ոնց կայի, տենց հպարտ ինքս ինձից գոհ գնացի ժամադրության հրաշալի էր, լավ էր, երևի լավ էր։ Իսկ ինչ կարմիր դրոշակներ կան քո կյանքում, որ տղամարդու մեջ միանգամից բարի գիշեր է։ Միանգամից բարի գիշեր է, եթե առաջին հանդիպման ժամանակ եւ ոչ միայն առաջին, առհասարակ, եթե խոսում ենք նախկիններից։ Հա, իմ համարել է այդ red flag, միանշանակ դա red flag-ը։ Ու կապ չունի է, լավ բան ենք խոսում, վատ ենք խոսում, չենք խոսում։ Հա։ Հա, միանշանակ, ու նաև պետք չէ ինձ թվում հարցեր տալ այդ թեմայով։ Հա, բայց ես օրինակ անկեղծ անտակտոտ եմ, ինձ թվում է, ինձ հետաքրքիր է ինչ են բաժանվում։ Բայց այդ ինֆորմացիան այնքանով կարա հետաքրքիր լինի, եթե մենակ այդ ինֆորմացիան ինձ թվում է, եթե այս ձևաչափով է, ասենք հասկանաս ինչ-որ տոքսիկ բան ա եղել, կարող է բռնություն ա եղել, չգիտեմ, այս մասով օքեյ, բայց ես գտել եմ մի հատ red flag, որ իմ վրա ազդում է։ Ապա ես հասկացել եմ Երեխեք ներվային անում եմ, որ ես նստած եմ, կարող է ուրիշ աղջիկը արտաքին այդ բան քննարկեն, բայց լավ ձևով, անգամ։ Առաջին հանդիպումը։ Հա, առաջին հանդիպումը չառասարեք իմ հավանած տղան, եթե ուրիշի աղջիկը արտաքին է։ Ես հենց այդան այս տարօրինակ բնավորություն ունեմ, օրինակ եթե ինչ-որ մեկի հետ շփվում ենք, չգիտեմ, կարևոր չի ով է։ Եթե շփվում ենք ու ես նկատում եմ գեղեցիկ աղջիկ, ես կարող եմ ասեմ այդպես։ Համաձայն, ես էլ եմ տենց ասում, ես որ մի հատ ծիտ եմ տենում, ասում հələ ինչ ծիտ է, ես, բայց ես կներվայնանամ, որ ես այդ ծտին առաջինը չնկատեմ, ինքը նկատի։ Չէ՞։ Ես երևի խնդիրներ ունեմ ինքնագնահատականի հետ։ Հա, բացարձակ դու իմ անձնականն է ուղղակի։ Այսօր մի տեսակ այնքան խղճուկ մուդ ունեմ, ես կներեք, ես այսօր խոցելի եմ։ Իզուր։ Չկա առիթ։ Հա, չգիտեմ։ Celebrity ինչ crush-եր կան, ոլորտը կապ չունի։ Հայ։ Հա։ Հայ կամա չեմ ասեմ։ Ինչի՞, ես բոլորին ասում եմ, Սոս Ջանիբեկյան, Խորեն Լևոնյան, Արտուր Ալեքսը։ Ինձ թվում է մեզ բախտ վիճակված չի իրենց որևէ մեկի հետ հանդիպելու, դրա համար մենք հանգիստ ասում ենք։ Եկեք ես հայերին չասեմ, երկուսին նշեմ դերասան ամեն դեպքում։ Քիլիան Մըրֆին։
իր մասնակցությամբ մեմերն էլ ինձ թվում է շատ խորը crush, մեկ էլ չգիտեմ ոնց կնկալ Ժան Ռենոյին կնշեմ հաստատ խիպ վատ պետք է շատ պլյուս մեծ պլյուս մեկ էլ Խորեն Լևոնյանի գծով եկեք կանցնենք իր պապիկին Խորեն Աբրահամյանին էլ կասեմ սենց շատ բրուտալ անձնավորություն այո դե արդեն կարծում կարող ենք մեր հերոսուհուն հրավիրել եւ հասկանալ նրան ինչն է գրավում ինչն է նյարդայնացնում մի քիչ կբլբլանք եւ կփորձենք նրան օգնել կողմնորոշվելու հարցում այո Այն մարդիկ, ովքեր շատ ուշադիր են հետևել մեր հաղորդումներին, առաջին եթերաշրջանին, վստահ եմ Լալիին կհիշեն, այն ժամանակ Լալին մասնակցի կարգավիճակով էր եւ հերոս չէր, այսպես ասած, եւ Լալին ընտրեց մասնակիցներից մեկը, հիմա մենք դա էլ կհասկանանք, ինչի չի ստացվել, որովհետեւ ենթադրում եմ, որ չի ստացվել, եւ փոխել եք ձեր վարսերը։ Շատ սիրուն է, ձեզ շատ սազում եմ։ Հիմա Քանի որ մենք շատ բաներ արդեն գիտենք Լալիի մասին, կարծում ման դու կարող ես հարցեր տալ իրեն, դե մենք ծանոթացել ենք արդեն։ Եկեք հասկանանք ինչին եք դուք առաջինը նայում։ Երբ տեսնում եք տղամարդուն վիզուալ։ Դե արտաքինին ինձ թվում է ամենաառաջինը։ Դե հա, արտաքինը վիզուալը հա հասկացանք, բայց կոնկրետ ինչին, ինչ դետալ կա, որ շատ կարևոր է ձեր համար։ Ինձ թվում է սանրվածքը։ Սանրվածքը, հա, միշտ այնց որ նայում եմ առաջինը, ասում եմ սանրվածքը սիրուն լինի։ Իսկ ինչ սանրվածք եք այդ դեպքում նախընտրում։ Դե ասենց բացատրեմ կոնկրետ ինչ ձև, ոնց ասեմ, խնամված, մազերը խնամված լինի, այլ ոչ թե եթե ունենա երկար գեղեցիկ խնամված վարսեր ձեր համար օքեյ իհարկե ոչ։ Դե բայց ենք ասում իհարկե ոչ երկար վարսերով տղամարդիկ շատ բրուտալ է շատ այո բայց հա ձեր անձնական ստանդարտն է մեկնաբանություններում չկգրեն ձեր կարծիքն է սա հիմա ինձ թվում է շատերին է հետաքրքիր հաղորդումից հետո ինչ եղավ փորձեցիք գնացիք ժամադրության ինչի չստացվեց անկեղծ ասած չի ստացվել ոչ էլ փորձել եմ ժամադրվել որովհետև այդ տղան նախ իմ ճաշակով չէր թե արտաքին առումով, թե բնավորության Բայց ինչ եկել երկրորդ անգամ։ Երկրորդ անգամ եկել եմ առաջին անգամը մոռանալու համար։ Հա։ Մաքրվելու։ Այսօր մենք ձեզ կոծենք։ Ավելի կոնկրետ հստակ պատասխաններ տալու ես կասեի։ Հասկացանք Լալի ջան, իսկ հիմա օրինակ քո մոտ փոխվել է ստանդարտները, պատկերացումները հարաբերությունների մասին։ Օրինակ այն ժամանակ քո համար մի հատ ծաղիկը փոխում էր ամեն ինչ, իսկ հիմա մի հատ ծաղիկով ինձ կուտ չես տա։ Քո մոտ փոխվել է այդ մտածելակերպը։ Եթե եղել է առհասարակ այդ մտածելակերպը։ Ճիշտն ասած, չի եղել, նույնն է, իմ նույն բանն եմ ասելու ես, որտեվ ինչ որ բան չի փոխվել, ինչ որ բան չի ավելացել, չէ եղել որ ասենց փոխվեր, դրա համար նույնն է իմ կարծիքը ինձ թվում է։ Բայց ինչպիսի մարդ եք ձեզ համարում, փոքրիկ ինչ որ քայլերից, խոսքերից ուրախացող մարդ, թե ձեզ ուրախացնելու համար բավականին մեծ ռեսուրս է պետք ծախսել։ Մեծ ռեսուրս պետք չի ծախսել, իմ համար վերաբերմունքն էլ է կարևոր։ Հարց, եթե կներեք, մի հատ կմոռանամ, հաստատ մոռանալու եմ հետո։ Իսկ եթե վերաբերմունքն է կարևոր, ինձ հետաքրքիր է ֆինանսն ինչքան կարևոր է։ Ինչքան վերաբերմունք է, այդքան էլ ֆինանսը։ Եթե ինչ որ մեկը հիմա կա, որ ասի ֆինանս պետք չի, ֆինանսը կարևոր չի, ես չեմ հավատա իրան։ Ֆինանսը վերաբերմունքից մի քիչ էլ դաժե ավել է։ Եկեք այդտեղից սկսենք։ Վերաբերմունք ասելով, օրինակ, որ Լավ, կներեք, էլի, ես էլ հեսա կմոռանամ հարցը։ Ամիսը ձեր Ես ես հարցնեի։ Ձեր պատկերացմամբ ամսվա կտրվածքով տղամարդը որքան գումար պետք է աշխատի, որ ձեզ եւ իրեն գոհացնի, եթե ընտանիք կազմեք։ Եթե ես հիմա ասեմ, մեկը հետելու են վերջում, բայց մեկը կասեմ։ Ասա։ Մենք հետելուն չենք նայում։ Շատ։ Մոտավորապես։ Մի վախեցի, ասա։ Չեմ վախենում, մեկը, ինձ թվում է կես միլիոն, 400,000-ից կես միլիոն։ Ես մի քիչ ավելի շատ էի պատկերացնում, որ կասեք։ Հա։ Ինձ էլ կհեյթե։
Չէ, ահա, ինչ էլ ասենք, եկա հետելու են։ Երեխեք, ձեզ մի քիչ դիվանագիտություն սովորեցնեմ, որպեսզի չհեյթեք, ասեք իմ աշխատավարձից մի քիչ շատ, հիմա ով գիտի ձեր աշխատավարձից Բայց հաջորդ հարցը հնչելու էր անկեղծ ասած։ Որքան, բայց դուք ինչքան եք վաստակում մոտավորապես ամսական։ Բայց չեմ ուզում այդ հարցին պատասխանել։ Okay, մի պատասխանեք։ Կարևորը ֆինանսապես անկախ եք ասացիք։ Ֆինանսապես անկախ եմ։ Իսկ կա ձեր մեջ ինչ որ բնավորության գիծ կամ սովորույթ, որը ըստ ձեզ կարող է խանգարի որոշ կատեգորիայի տղամարդկանց։ Չգիտեմ, օրինակ ես գիշեր ժամը 2-ից հետո եմ տուն գալիս, նմանատիպ որևէ օրինակ էլի։ Ինչ որ մի բան, որ ձեզ էլ կթվա, որ կարող խանգարի իրանց։ Չեմ կարծում, որ կարող է ինչ-որ բան խանգարի, որովհետև ես իմ կարծիքով չունեմ տենց ինչ-որ թերություն։ Բայց մի համար չեք թերություններս։ Արի ես իմ թերությունները ասեմ, սաղ մեր թերություններն են, որ ինքն են։ Ես ահա որ կարամ կենտրոնանամ մի բանի վրա ու հա նույն հարցը տամ այնքան մինչև ազդեմ։ Այ էսը պիտի ասեմ։ Նենց վատ եմ փռշտում։ Հա, փռշտոլը, դες ես մոռացել եմ, ես էլ եմ։ Շատ վատ եմ փռշտում։ Երեխեք, բայց ես գիտեք ոնց եմ սիրում փռշտալու հորանջը։ Սենց որ փռշտով, սենց հաճույք եմ ստանում։ Ես երբեք չեմ կոսել։ Սենց փռշտամ կվատանա։ Ես կոկորթով եմ փռշտում։ Տես թերություններով լի մարդ ենք, հələ դու քոնը ասա։ Դե ես չեմ ասում, որ ես իդեալական եմ, ես էլ եմ շատ Ես թերություններ։ կարող եմ օրինակ տխուր լինեմ, ձանձրանամ եւ կռիվ հրահրեմ։ Ես եմ, Ես այդպեսի մարդ Կարանք բոլորս, ընդունակ ենք։ Դու կարող ես։ Իրականում այդ ձեր ասածները ես էլ ունեմ, նշի չունեմ։ Բայց դա թերություն է։ Քանի որ ես ուզում եմ ընդհանուր հասկանամ մեր հերոսուհու մտահորիզոնը եւ հետո մասնակիցներին է նույն հարցը տամ, արի հարցնենք ինքը ինչ ֆիլմեր է նայում, որովհետեւ դա շատ ոչ պակաս կարեւոր է դիմացինի համար, օրինակ քո ամենասիրելի 3 ֆիլմերը ասա, որ նայել ես։ Ես հին հայկական ֆիլմերն եմ շատ սիրում։ Գիքորը։ Մեր մանկության տանգոն, Աշնան արև։ Այսինքն եթե տղան քո այն տղան, որ դու հավանում ես, ու դու իրան ասես ես օրինակ շատ եմ սիրում Գիքորը ու ինքը ասի ես չեմ նայել։ Քո համար կարա դա խթան հանդիսանա, պատկերացում կազմես իր Գնա կարդա օրինակ, չգիտեմ։ Իհարկե ոչ։ Դե ինքը իր նախասիրություններն ունի, ես իմ։ Ոչ եմ ասելու չէ, պարտադիր պետքա նայես։ Okay։ Երաժշտական Հա, ճաշակը արի երաժշտական ֆիլմերից մի քիչ ավել։ Ապա քո համար է։ Ես տենց մարդու մասին կարծիք եմ, Հələ կասես քո։ Հա, անկեղծ, եկեք սենց փոխենք ես։ Ու ես մարդ եմ, ում ավտոմեքենայի մեջ լսում է, այն playlist-ում կա Արամ Ասատրյան, Beethoven, J-Lo, Imagine Dragons։ Իմ մոտ էլ է խառը շատ։ Հա, բայց դա բնականաբար մի ուղղություն կա։ Կասես քո top 3 արտիստները, ում դու լսում ես ու քո համար կարևոր։ Որ խոսակ ժամադրության մասին։ Առաջինը եկեք ասեմ Արամ Ասատրյան։ Երկրորդը եկեք ասեմ Միհրան Ծառուկյան։ Երրորդին էլ նշենք J-Lo-ին։ Իմ թվարկածների միջից ընտրեցիք։ Շատ sense։ Արամ Ասատրյան, J-Lo։ Հիշում եմ անցած անգամ խոսել էինք, ասեցիք կարող եք ապարել, հիշում եմ քանի որ այն տղան չհամաձայնեց, տենց էլ չպարեցինք։ Այսօր մենք կկազմակերպենք Հետաքրքիր եւ երաժշտական եւ ֆիլմաժշտական ճաշակով աղջնակը այստեղ նստած է, մենք արդեն դիմավորենք մեր մասնակիցներին եւ հարցնենք արդյոք իրենք սիրում են J-Lo եւ Արամ Ասատրյան, Գիքոր եւ Աշնան արևը ֆիլմերը։ Շնորհակալություն։ Այս պահին արդեն ծանոթանալու ենք մասնակիցներից առաջինի հետ, Վարդան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի քիչ կխնդրեմ ձեր մասին պատմեք։ Ես Վարդանն եմ, 22 տարեկան, մասնագիտությամբ դերասան պարող։ Այժմ զբաղվում եմ բլոգինգով։ Նոր եմ սկսել զբաղվել։ Ձեր երկու մատնե մատանիկա, դուք ամուսնացած եք։ Ոչ, ես ամուսնացած չեմ, ինչ որ միտում չունի հենց այս մատներին դնելը։ Հա, ուղղակի։ Ուղղակի։ Հիմնականում բոլոր մատներից են։ Հա։ Ուղղակի այսօր չէ։ Ինչն է բերել ձեզ մեր նախագիծ, ինչ ակնկալիքներ ունեք։ Դե հետաքրքրություններ կար, նոր ծանոթությունների, որովհետեւ նոր հարաբերությունների ստեղծման, որովհետեւ ինչ որ
Չի ստացվում։ Առաջ եթերաշրջանը նայել եք։ Թողարկումներ եղել են, որ կոնկրետ նայել եմ, բայց ամբողջ եթերաշրջանը Բայց լուրջ նպատակով եւ լուրջ ակնկալիքներով եք եկել։ այո։ Թե տենց են հավեսի համար։ No։ Ոչ, երբեք իմ կյանքում անլուրջ քայլեր չեմ ձեռնարկում։ Արդեն հրաշալի է։ Ինչ որ լավ էր այս պահը, չգիտեմ։ Մինա ինչ որ red flag-եր պետք է Հա, գտնենք հեսա կկորզեմ քո մեջից ես red flag է։ Փորձեք։ Վարդան ջան, ինձ կասես, դու ունեցել ես հարաբերություններ թե ոչ։ Այո։ Եվ ոչ բարեհաջող ավարտվեց։ ինչու։ Ամուսնացավ։ Ոչ ձեր հետ ենթադրում եմ։ Չէ, բայց այսինքն դուք չգիտեք, որ ինքը ամուսնանալու է։ Ուզում հասկանամ հարաբերությունների մեջ ա եղել այդ ամեն ինչը ավարտվելուց հետո է եղել։ Ինքը ինձնից տարիքով մեծ էր։ Ինքը հենց քաղաքից չէր, այլ քաղաքից էր, այլ մարզից ու այնտեղ մի քիչ ես ինչքանով որ տեղյակ եմ, մտածողության որոշակի տարբերություններ կար, դեռ այն հայ մենտալիտետը պահպանված ընտանիք ուներ ինքը ու ամուսնացրեցին լավ, այսպես ասեմ։ Իր կամքին հակառակ անկեղծ չգիտեմ այդ արդեն։ Այսինքն ուզում սիտուացիան պատկերացնեմ։ Դուք շփվել եք, ընկեր-ընկերուհի եք եղել։ Այո։ Ընկեր-ընկերուհի եք եղել, ահա։ Մի օր ուղակի կապը ընդհատվեց, կապը կտրվեց, ոնց։ Այո։ Մի օր ուղակի կապը Մի օր Իսկ ուղղակի նամակ ստացաք, հանդիպեցիք, տեղյակ պահեց, ոնց ստացվեց։ ուղղակի ասաց, որ ես գիտես ինչ կա, ամուսանում եմ, որովհետև այդպես են որոշել։ Բայց ձեր դրսևորումները Իմ դրսևորումները առաջարկ է եղել փախնելու, առաջարկ է եղել, չգիտեմ, գնալ բերելու եւ այլն, բայց իսկ օրինակ իր տանեցիների հետ հանդիպելու տարբերակ իրենք կտրական դեմ են եղել, որովհետեւ նախ տարիքային տարբերություններ, հետո որոշակի ֆինանսական հարցեր, իրենք բավականին ապահովված ընտանիքից էին, մեզանից տարբերվում էին։ Ինչքան է տևել այս հարաբերությունները։ 1.5-ից 2 տարի։ Ինչքան մեծ էր աղջիկը ձեզանից։ 4 տարի։ իսկ քանի տարեկանում են եղել այդ հարաբերությունները, դուք քանի տարեկան էիք։ Այս տարի ավարտվել իրականում։ Նոր են ավարտվել։ Դե լավ, կարևորը արդեն հոգեբանորեն այնպես տրամադրված եք էմոցիոնալ, որ առաջի քայլն են կարել, եկել եք, դա շատ գովելի է ու խոսում եմ բանի մասին, որ արդեն ինչ որ sense փորձում եք edge-ը փակել։ Ես բնավորությամբ մի քիչ այլ տեսակ եմ, իմ համար ցավ հասկացողությունը մի քիչ փակված թեմա է ու ես փորձում եմ նման իրավիճակներում այդ ցավ հասկացողությունը իմ մեջ չարտահայտեմ, որովհետև ես մտածում եմ ուրեմն այդպես էր պետք։ Վարդան։ Մենք մեր հերոսուհուց հարցեցինք մի քանի իր սիրելի ֆիլմերը, որպեսզի հասկանանք արդյոք դուք նման գծեր ունեք թե ոչ։ Հիմա կասես քո սիրելի 3 ֆիլմերը։ Երևի ամենասիրելին եւ բոլոր ժամանակների ինձ համար ինչու է աղմկուն գետը։ Բռնում է ինչ որ։ Սա նշան է։ Հետո քիչ ավելի համաշխարհային մասշտաբով լավագույն ստացված ֆիլմերից մեկը ինձ համար La Casa de Papel-ն էր, սերիալ, որպես սերիալ։ Ֆիլմ։ Մեր մանկության տանգո։ Չեմ հավատում։ Չի կոր այսպես լինի։ Ոբշի չի սպասում։ Ես էլ չէի սպասում։ Ձեզ խանդոտ մարդ համարում եք։ Չէ։ Լավ, ինձ խանդի պահներ հետաքրքիր, որովհետև գուցե առողջ խանդը դուր կա կողակցին կամ որն է ձեր համար խանդի դրսևորումը, որ դուք համարում եք, որ չէ, ես այս էմոցիան չունեմ։ Դե Խոսքը սահմանափակելու մասին չի, վերահսկելու մասին չի։ Դե այնպես չի, օրինակ ես չեմ ուզի ինչ որ հարցերում խանդեմ կամ ինչ, նո ստացվում է միանշանակ հարաբերությունները։ Ինչ հարցերում խառնում եք։ Մտածում ասեմ։ Չեմ հագուստ, աշխատանքային ժամեր։ Չէ, հագուստ բացարձակ չէ, ժամային գրաֆիկ ընդհանրապես չէ։ Իսկ տղա ընկերներ։
Եթե ճանաչում այո։ Հա, տարբերակ է։ Ну, որովհետև ընկերներ մենք ընտրում ենք ինձ թվում է կողակցից առաջ հիմնական դեպքերում օրինակ մանկության ընկերներ, լավ ընկերներ, կուրս ընկերներ եւ այլն ու հիմա օրինակ այս պարագայում եթե նայենք ես նոր պետքա ծանոթանամ իսկ ինքը իր ընկերների հետ արդեն ընկեր է ու իմ համար կարեւոր է որ այդ մարդը ունենա ընկերներ որ եթե մարդ չունի թեկոս հենց հակառակ սեռի ընկերներ այդ արդեն ինչ որ իսկ եթե ամենամոտ ընկերն է հենց արական սեռի ներկայացուցիչ նորմալ եմ վերաբերվում դրան ես էլ ունեմ շատ մտերիմ աղջիկ ընկերներ Քանի որ մենք հերոսուհու հետ զրուցել ենք ֆինանսական թեմայից չենք կարող շրջանցել հա ֆինանսական թեման շատ փող եք աշխատում Կներեք ինքն է մեզ ասել տենց Այս կարևոր կետ է Հա կարևոր կետ է էլի Կարողանում եմ ինձ ապահովել եւ թույլ տալ ամեն ինչը որ ցանկանում եմ Թզեց Հո շատ լավ է Դե հա բայց կարևոր է նաեւ հասկանալ ինչա ցանկանում մարդը Դու հիմա աշխատում ես Այո հիմա մի քանի պրոյեկտ կա որի վրա աշխատում ենք որը շուտով կլինի բայց դրանից զատ աշխատում եմ նաեւ ռեստորանային ոլորտում Այսինքն երկու աշխատանքդ քեզ բավարար է իսկ դու պատրաստ ես հիմա կողակից ունենաս հենց ֆինանսական պարագան, որտեղ դու ասում ես ես ինչ ուզում եմ անում եմ, բայց բնականաբար որ կողակից ունենաս, բնականաբար քո այդ ցանկությունները ֆինանսապես կարա կրճատվի։ Պատրաստ ես զոհես դրանք։ Իհարկե։ Իսկ գուցե չզոհի այլ աշխատանք գտնի եւ կարողանա Խնայում եմ։ Հա, ֆինանսապես գրագետ ես պաստորեն։ Դուք դեռևս մեր համար կանաչ դրոշակ եք, այո։ Հələ պասեք, ամսով ինչ է։ Չնկատեցի։ Գարասկոպ չեմ ընդունում բացարձակ։ Չէ, բայց մենք ընդունում ենք, ասեք ինչ համար։ Կազիրոգ եմ, այդ եղջյուր, բայց այսպես ասեմ, ինձ համար ամեն ամիս իր ամիսն է, ամեն տարին իր տարին է։ Իսկ քո սիրելի երգիչները, կասես արտիստներին, 3 երգիչներ, ով լսում ես ու top 3-ն է քո։ Այս պահին top 1-ը զբաղեցնում է ու երևի դեռ պատանի ժամանակվանից զբաղեցրել է Ադելը։ Որոշակի ընթացք նաև Billie Eilish-ը։ Հիմա շատ լսում եմ Tom Odell։ Շատ լավ, գործում, եթե հարցեր չկան, արդեն կարող ենք ծանոթանալ մեր մասնակիցներից երկրորդի հետ։ Վարդան ջան, ձեզ շնորհակալություն, սպասեք, պատրաստվեք ժամադրության, որտեղ բոլորով գնալու ենք ժամադրության։ Այս պահին կխնդրեմ սպասեք, ձեր աթոռոզիչ եք արդեն երկրորդ մասնակցին։ Մենք արդեն մեր երկրորդ մասնակցին հյուրընկալել ենք եւ տեսնենք արդյոք նրա սիրելի երգի ժանրը եւ ֆիլմի ժանրը որոնք են։ Բարև ձեզ Տիգրան ջան։ Բարև ձեզ։ Առաջին ուզում եմ շնորհավորեմ ձեր միամսյակի կապակցությամբ։ Ես Տիգրանն եմ, 20 տարեկան։ Gentleman Տիգրան 20 տարեկան։ Միշտ այդտեն սիրուն ժպտակ։ Ոչ շնորհակալություն։ Թող ժպտալու առիթներ լինեն, մենք վստահաբար կժպտանք։ Դրա համար եմ եկել, որ կազմակերպենք։ Օ! Սա արդեն ձեռնոց էր Տիգրան։ Ես Ապրեք։ բան չասեցի։ Ձեր մասին կարող եք պատմել, աշխատում եք, սովորում եք։ Աշխատում եմ, սովորում եմ, ներկապային աշխատում եմ բարմեն, իվենթների եմ մասնակցում, տարբեր։ Սովորում եմ դատափորձագիտական իրավաբանական ինստիտուտում, որպես իրավաբան, ուզում շարունակեմ։ Տիգրան ջան, իսկ պատրաստ եք արդեն լուրջ հարաբերությունների, չէ՞ որ 20 տարեկանը դեռ տատանեկության ոսկե դարաշրջան է համարվում։ Այո, եթե կլինի լավ կողակից, իհարկե, ինչու ոչ։ Բայց ունեցել եք հարաբերություններ Այո։ նախկինում։ Լուրջ հարաբերություններ։ Լուրջ հարաբերություններ։ Դե լուրջն ու անլուրջը մի քիչ շանս ես չեմ հասկանում, որ ասում են լուրջ կամ անլուրջ։ Ցանկացած հարաբերություն ունեցել եք եւ ինչու ավարտվեց դա, ինչ տվեց ձեզ։ Ճիշտ ասած չեմ ուզում հանրայնացնեմ, անցնենք էլի հարցը։ Շատ լավ, բայց ինչ տվեց ձեզ այդ հարաբերությունները։ Գուցե փորձ, գուցե Փորձ։ հա։ Եկեք այտենց նայենք։ Բայց լավ փորձ թե վատ։ Լավ փորձ։ Ավելի լավ ճանաչել հետագայում մարդկանց։ Իսկ ես դուք ինչն եք արժե որում առաջնային աղջկա մեջ։ Կարևորը հոգին մաքուր լինի, ու տեսքն էլ կապ ունի իրականում, այս կապիկին նման չէ, բայց
Կապիկները շատ սիրում կենդանիներ են։ Ես բան չասեցի։ Ինչ արտակնային հատկանիշներ պետք է ունենա աղջիկը։ Օրինակ ձերպես։ Օ, Спасибо։ Լավ, իսկ եթե լուրջ։ Իսկ եթե Ես լուրջ։ բարձր լուրջ էր ասում։ Դες փաստորեն չի ասած եթե լուրջ։ Լուրջ, հա։ Ես Չէ, ձերպես Նինա ջան։ Հա, անկել։ Այո, Ինպես անկել։ Հա, մերսի շատ։ Այսինքն մի քիչ թմբլիկ, կապույտ կանաչ աչքերով, հա։ Նաեւ։ Okay, հասվի Հարց կազմի։ կարելի է։ Ասեք լսում։ Կան ձեր կյանքում այսպիսի լոզունգներ եւ նմանատիպ որևէ ինչ որ մի բան, օրինակ կինը, աղջիկը պիտի էսի չանի։ Սենց բաներ կան, ինչ որ շարունակություններ։ Կարա լինի կոնկրետ ինչի հետ եք դուք կապում այդ հարցը։ Դե այ ուզում եմ հասկանամ դուք ինչի հետ կապեցիք ես արտահայտության սկիզբը։ Հարցեցի ձևով պատասխանես լղոզ։ Օրինակ հստակ ինչ է գալիս ձեր մտքին, երբ հնչում է հետեւյալ արտահայտության սկիզբը, օրինակ աղջիկը պիտի, կինը պիտի։ Կինը չպետքա ծխի։ Ես տենց եմ ավելի շատ նայում։ Չգիտեմ, տենց տղա ընկերներ, եթե այդ հարցը ձեզ կարա հուզի, ասեմ։ Հուզում է, շատ է հուզում։ Հուզում է։ Տղա ընկերներ կարան լինեն, բայց այն ժամանակ, երբ որ ես ճանաչեմ այդ տղաներին, Նորմալ է այդ առումով։ Խանդոտ եք։ Կանդոտ, հա։ Բայց ո՞րն է չափ, այսինքն որ դեպքում կխանդեք, որ դեպքում ինչ եք խանդի։ Օրինակ եթե ասի ես գնում եմ քաղաքից դուրս առանց քեզ, Եթե ընտանիքի հետ է, այո։ ընկերուհիների հետ կամ Չէ, մենակ մենակ ընկերուհիների հետ խանդեք։ թույլ չեմ տա ուղղակի։ Ինչով է այս պայմանավորված։ Տեսեք, եթե ընտանիքի հետ է, կարելի է, եթե իմ հետ է կարելի է, եթե մենակ է գնալու չէ։ Բայց ինքը հասուն մարդ է, ինքը կարող է զգուշացնի, ասի եւ ոնց որ երեխային կարող են ինչ-որ մարդը հաստատ այդ հարցը չի տա։ Ինձ հետաքրքիր է ինչով է պայմանավորված ձեր այդ տեսակետը։ Ինչի պետք է աղջիկը մենակ կամ ընկերուհիների հետ չգնա քաղաքից դուրս։ Ըստ ձեզ մինչ ձեզ ինքը չի գնացել քաղաքից դուրս։ Դե չեմ ճանաչում ես այդ մարդուն դեռ։ Բայց հենց որ ճանաչեմ, կիմանամ էլի, կգնա թե չի գնա արդեն, դա ես թույլ կտամ։ Բայց դուք կարող եք գնալ ընկերների հետ քաղաքից դուրս։ Մենք այո կարող ենք գնալ։ Երեխեք, չգիտեմ, ես Տիգրանի ճաշակով եմ, չեմ կարող օբյեկտիվ պատասխանել։ Դու կարաս։ Չգիտեմ, ես դեռ մտածեմ, արժի Դու նեյտրալ չարժի։ չեզոք արտահայտվի, դեռ ընթացիկ կհասկանանք։ Տիգրան ջան, իսկ ասես քո սիրելի 3 ֆիլմերը, որ սիրում ես, որովհետև մեր հերոսուհին 3 ֆիլմ է ասել, մենք էլ ուզում ենք հասկանանք արդյոք նման եք դուք իրար թե ոչ։ Ֆիլմերով ավելի շատ տենց սիրային եմ սիրում, տենց կոնկրետ անուն չեմ կարող ասեմ էլի։ Տիգրան ջան, իսկ ինչ կարմիր դրոշակներ ունես աղջիկների հետ հարաբերությունների մեջ, օրինակ, որն է քեզ մի անգամից վանում աղջկա մեջ, ինչն է վանում։ Այտենց ինչ որ բան չկա որ վանի, ես իմ տեսակը մի քիչ շփոթ տեսակ եմ։ Ունեմ աղջիկ ծանոթներ, գործընկերներ, բայց Չէ, հարաբերությունների մեջ, օրինակ գնում ես ժամադրության, աղջիկա ինչ պետք է անի, որ դու ասես թե լավ է սովեր։ Կամ ինչ տեսքով պետք է գա, որ ձեր ճաշակով չլինի։ Դե ակուրատնի ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ։ Այո։ Իսկ ինչ պետք է, օրինակ, ինչ պետք է անի, որ ձեր դուրը չգա։ Օրինակ ունենա լկտի բառապաշար։ Տիգրան ջան, շատ շնորհակալ ենք զրույցի համար։ Ձեզ կխնդրենք արդեն պատրաստվել ժամադրությանը, որովհետև սա բոլորով գնալու ենք ժամադրության։ Շատ լավ, Բայց ոչ շնորհակալություն։ իմ հետ Տիգրան չտխրել։ Ափսոս։ Մենք հազիվ եկանք մեր ամենասիրելի դիրքի մեջ, որտեղ քննարկելու ենք, քննադատելու ենք, բայց միայն այստեղ, որովհետև մենք 3 ավելորդներն ենք ու հիմա ժամադրությունը իրենց մեջ։ Վարդան։ Չուն լալի։ Վայ։ Շոյված է։ Ես կարեմ արդեն բարձրացնեմ։ Հա, չէ, ես աղջիկների հետ առհասարակ աղջիկների կանանց ողջունելուց ծանոթանալուց պատիվ եմ համարում համբուրել նրա աչքը։ Ամեն հետ չես ծանոթացելու համբուրել մեր աչքը։ Նինջան հատուկ քեզ համար։ Մերսի։ Ցանկանում մենք շատ բականում չէ։ Լավ, կանաչ Բայց դու դրոշակ։ կողմնորոշվի ամեն Հա, ու ես դեպքում։ շատ եմ սիրում, որ ինձ նինջան են ասում, դրա համար է ձեզ կանաչ դրոշակ։ Դու դիկան բարեցի, որ կանաչ լավ։ դե պատմի քո մասին ինչով ես զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունես։
սենց ասած մասնագիտությամբ արվեստաբան եմ, ֆիլմեր եմ շատ սիրում նայել, արդեն նշեցի, որ ֆիլմեր շատ եմ սիրում, երգեր եմ շատ սիրում լսել, նկարում եմ շատ ու նաև նկարահանվում եմ։ Ես հենց այս ոլորտից եմ, մասնագիտությամբ դերասան պարող, 13 տարվա բարի փորձ ունեմ։ Կներեք ինչ ոճ եք պարում, ոճը։ 7 տարի հայկական եմ պարել, արվեստի ուսումնարանն ավարտելուց հետո հիմա միայն հիփ-հոփ եմ պարում։ Շատ հավես է։ Դուրդ գալիս է, բայց Իհարկե։ Լավ, անցնենք միանգամից ինչի համար որ հավաքվել ենք այդ։ անցնենք բուն թեմային։ Բուն թեմային։ Անցնենք Ինչպիսի տղամարդ ես պատկերացնում քո կողքին։ գեղեցիկ, խելացի։ Արտաքինի մասին չի խոսքը, բացարձակ։ Եթե արտաքինի մասին չի, ուրեմն բնավորության պետքա մի քիչ լավը լինի, որովհետև Օրինակ իմ լավ Լավը լինի։ Բայց կներեք, ես մի հատ բան ձեզ ասեմ, ես խոսք էի տվել, որ Լալին պարելու է։ Ճիշտ է, տանգո։ Լալին նախորդ անգամ հյուր է եղել մեզ մոտ դեռ առաջին եթերաշրջանում եւ այնպես ստացվեց, որ այդ տղան չցանկացավ պարել եւ Լալին այդպես էլ չպարեց։ Ես կուղեմ ինձ թվում է այս սխալը եւ Լալին կրավ իրեն պարելու հենց ին երկելով։ Շատ սիրուն է։ շատ հավես կլինի։ Լալի կարմիր քարտ եմ քեզ ցույց տալի հենց հիմա։ չէ լավ։ Ապրես կանաչ։ Երկի։ Ես ինչ որ մտածմունքներ ունեմ ու հենց հատուկ հիմա մի փոքր հումոր էլ կմտցնենք հաղորդման մեջ։ Այլի է։ Բարող անա։ Ախ կսիրեմ քեզի, չասես ոչ մեկուն։ Հոգնածու խես դնեմ կացակու։ Ճավորան համար ծաղիկ է սանգին։ Թանկարժեք մանյակս կախեմ քովասին։ Բայց ես կանաչ քարտ Վարդանի սարկազմի պատկերացում ունենալու համարձակության եւ հումորի համար ես գնահատեցի այդ երգը ապրես կանաչ քարտ Լալին էլ կանաչ քարտ վախեցեք կանաչ քարտ քանզի վասնզի քո կոմպլեքսները կոտրեցիր եւ վեր բացել։ Ես չունեմ կոմպլեքսներ։ Իրականում այս զուտ հումորային ինչ որ շահատված էր, զուտ ինձ երբ որ հարցրեցին J-Lo, Միրանց Արոկյան եւ Արամ Ասատրյան, ես մոտավոր պատկերացրել էի ինչ կարա ենթադրի այդ հարցը, նու ինձ թվաց, որ հենց դու այդ երեք անուններն ես թվարկել, ինչ որ տարբեր պևերներից, տարբեր աշխարհներից երկիչներ, փորձեցի այդ ամեն ինչը նաև հումորային կոնտեքստով մատուցել։ Ու քանի Ոչ շատ գեղեցիկ խոսքի եւ շարադրանքի համար դες կանաչ։ Օրինակ ոնց կվերաբերվես այն քայլին, երբ որ տղամարդը քեզ կսահմանափակի ինչ որ հարցերում։ Բայց նայած ինչ հարցեր, մի հատ էլ ասա։ Օրինակ, եթե ընկերուհիներիդ հետ որոշած քաղաքից դուրս գնաս ժամանակ անցկացնելու ու քո կողակից ուղղակի քեզ սահմանափակի չթույլատրի։ Չէ, առանց պատճառ չէ։ Ինձ թվում է սխալ է։ Ոնց կարա չթողի, ասենք, մի հատ պատճառ պետքա լինի, չէ։ Ցանկություն չունի, ուզում է իր կողքին լինես։ Չէ, այդ չեմ ընդունում, չէ։ Դասում գուցե այլ տղա մոտենա ձեզ այնտեղ։ Այսինքն, եթե ինքը տենց է մտածում, ինքը իր վրա վստահ չի, այլ ոչ թե իմ։ Տենց չի։ Իսկ գուցե քո վրա վստահ չի եւ մտածում է, որ գուցե ինչ որ տղամարդ մոտենալուց դու ինչ որ քայլեր ձեռնարկես։ Եթե ինքը ինձ լավ է ճանաչում, հաստատ կթողի որ գնամ, որտեվ հաստատ ավել բան թույլ չեմ։ Դե ամեն պատճառ չէ որ բարձրաձայնում է տղան։ Բա ես այդ դեպքում իմ մեղքը ո՞րն է։ Ես ինձ հրավիրել են, իմ ընկերուհիները ենթադրենք, ծնունդ եմ գնում։ Ու ասում է չէ։ Դա այդ մարդկանց արդեն ասել եմ հա։ Չգնամ չի լինի։ Ասում այնտեղ նենց տղաներ կան, իմ դուրը չեն գալի։ Բայց ինչի պետք Թող է ինքը ուրիշ չգա։ տղաները իրան դուր գան։ Խնդիրը դրանում է։ Ինչպես ես արվեստում տեսնում հարաբերությունները։ Արվեստում հարցդ ես չեմ հասկանում հարաբերությունները ոնց եմ տեսնում արվեստում։ Օրինակ ես կասեի ապրելուց քաղցր եմ բեռնել քեզ համար։ Զգալ որ դու կաս եւ լինել հեռու, երկրպագել քեզ առանց սիրվելու։ Հեյ պարոններ ականջարեք, թափառական օժուր։ Դա գիտի էլի մենակ։ Բայց Իսկ ես կարամ ասեմ, եթե սիրում ես տղային, Ես չեմ։ չէ։
Այսօր դու կանաչ դրոշ ես զգում ես։ Իսկ ես կասեի, եթե ինչ-որ նկար ես շատ սիրում սենց, ու տղային էլ ես սիրում, շատ սենց գժի պես, ոնց որ նկարին կնայիր տենց հիացմունքով, նույնն էլ այդ տղուն պետք է նայես տենց հիացմունքով։ Իսկ ինձ հետ օրինակ զրուցելուց, դե արդեն երկար ժամանակ զրուցում ենք, ինչ որ հետաքրքրություններ, ինչ որ ձևավորված կարծիքներ կան։ Տանգոից արդեն պարզա, որ դու ասենց համընկնում ես այն գծերին, այսինքն հնարավոր է, որ ինչ-որ բան ստացի։ Այս առիթով մենք մեր հարցը կտանք, արդյոք դու կգնաս երկրորդ ժամադրության Վարդանի հետ։ Ինձ թվում է կգնամ։ Վարդան, իսկ դու Կհրավիրես ժամադրության երկրորդ։ Անկեղծությունը հրավիրում է։ Կներես ինձ, բայց ոչ։ Okay։ Գնահատում ենք անկեղծությունը, որովհետև հաղորդման ֆորմատը, հա, նախապես մասնակիցները գիտեն հաղորդման ֆորմատը։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք, Լալի ջան, հիշենք, Դու որ ունես երկրորդ ժամադրություն։ դու դեռ ունես երկրորդ ժամադրություն, ձեզ շատ շնորհակալ ենք։ Ձեզ կսպասենք ելի մեր հաղորդումը։ Այո, այո, մենք ձեզ կսպասենք ելի։ Արդեն դուք եք լինելու հերոսը եւ դուք եք ընտրելու, տենանք ընտրեն ձեզ թե ոչ։ Բայց ամեն դեպքում ինքը իմ աչքերում գնաց կանաչ դրոշ որպես, որտեղ շատ գեղեցիկ ժամադրություն, շատ հետաքրքիր խոսք, շատ հետաքրքիր մտածելակերպ եւ շատ լավ ազնվություն, որ միանգամից առանց այդ վայ չեք կտապատապա, միանգամից տղավարի ասիր թե ախպեր, իմը չի։ Օ, ժամանակ, ինչքան արագ ես գնում, քանի որ արդեն մեր երկրորդ ժամադրությունն է, տեսնենք Տիգրանը եւ Լալին ինչպես են ժամադրվում։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ես Տիգրանն եմ։ Ես էլ Լալին։ Շատ հաճելի է։ Եկեք սենց կարճ կոնկրետ մի հատ հարց տամ, երկու հատ հարց ունեմ ձեզ, ճիշտ ասած։ Դուք ոնց եք նայում այն հարցին, որ քաղաքից դուրս կգնաք մենակ, ընկերուհիների հետ։ Ինձ թվում է դա նորմալ է, որ ես մենակ գնամ ընկերուհիների հետ։ Շատ լավ։ Այս հարցերը ես կեմ ձեզ տալի, որ հաղորդումից հետո հասկանամ կշարունակենք մեր հարաբերությունները, թե ոչ։ Բայց կարող է ես ինձ շանս եմ փորձում հասկանամ էլի, բայց կարող է դուք իր հետ շփվում եք եւ ձեր աշխարհայացքի մեջ ինչ որ փոփոխություններ լինում են այս մասով, մտածում եք, որ հնարավոր է ինչ որ կոմպրոմիսի գալ եւ պետք չի sense կտրուկ լինել այդ հարցում։ Ես ճիշտ ասած ունեմ իմ պրինցիպները։ Այս հարցը չի, բայց որ ախր Ես էլ ունեմ իմ պրինցիպները։ Բան չասացի, դրա համար կարա չստացվի։ Դրա համար հիմա խոսում ենք բարձ ու համերաշխ։ Հա, բայց այդ դուր եկա, որ միանգամից ինքը հստակ հասկանա իր դիմացի աղջիկը ինձ։ Բայց մի հատ բան ասեմ, պիտի ասեմ, կարծիք պիտի արտահայտեմ։ Ինձ թվում է այն տղամարդիկ եւ տղաները կարող է շատ կարծրատիպային հնչի, բայց ասեմ, ինչու ոչ։ Ներողություն եմ խնդրում։ Այն տղամարդիկ, որ օրինակ մտածում են, որ կարող է ընկերուհին գնային ինչտեղ ու ինչ-որ տղա մոտենա, ինձ թվում է այդ տղաները հենց այդ մոտեցողների եւ իրանց անշնորհք փողների շարքին են դասվում։ Ես ես մի հատ իմ կյանքից օրինակ կա էլի, ասես ձեզ ասեմ, ես կլուբում եմ ճիշտ ասած աշխատել, որպես բարմեն։ Այո, ես բարմեն եմ եղել, հիմա էլ շարունակում եմ։ Եղել է դիվիշնիկ են ասում, տես չգիտեմ ոնց են ասում, հարսանիքից առաջ հավաքվել են աղջիկները, հարսը ու իր ընկերուհիները կազմակերպել են մի հատ տղայի է եկել, ստրիպա ինքը ապարել։ Դա նորմալ չի։ Այսինքն դուք մտածում եք ձեր ընկերուհին կգնա քաղաքից դուրս կամ կինը եւ տղամարդ ստրիպտիզ պարող կկանչեն ընկերուհիները։ Դա ես իմ աշկի տեսածն եմ ասում։ Դե մարդը տեսածից վախենում է, ես էլ այս բարագայում կվախենամ։ Բայց ես մի հատ բարձ օրինակ եմ բերում, էլի, ու տրավմատիկ է երևի։ Դա ուղղակի տրավմա է, որը հետ կա թողել ձեր մեջ այդ առումով։ Ինքը չէ, չնչին ավելի օրինակ է, որ բերում եմ, էլի, լիքը դեպքեր։ Վախեցրել է քեզ sense ասած։ Չէ, ինչի վախեցրել։ Տրավմա է Իմ թողել։ պրինցիպներից է, որ դաժը երկրորդ հարցս էսեր կակրած հիմա էլ կասեմ, որ աղջիկը իմ կողակիցը երկու հոգուց ավել հարազատ ընկերուհի չպետք է ունենա։ Հարազատ ընկերուհի։ Այո, ընկերուհի, ավելի մոտ էլի, սենց ասեմ։ Հիմա մեկն էլ է։ Ավելի ապահովա տենց։ Շատ։ Ահա, դա շատ լավ է։ Ոնց ավելի ապահովա տենց։ Կներեք, Լալի ջան, դուք եք ընտրում, արդեն կարող Բայց Լալին ասեց իմ համար մեկն էլ է շատ։ Հայ, օքեյ, բայց ես ինչ որ չեմ համակերպում։ չեմ հասկանում։ Երեխեք կարող է մենք մեր աշխարհում չենք հասկանում։ Չէ, մենք ձեր տեսակետները քավլիցին, ոչ մեկ ուղղակի որ բալանսի լինի, մենք էլ մեր տեսակետներն ենք էլի։ Հա, հասկացա, ուղղակի հիմա տենց
նորմալ ընկերուհին էլ գտնելն էլ տենց հեշտ չի, որ ասում եմ երկուսը շատ է բան։ Եկեք տղաների հետ եւ տղաների ներկայությամբ չքննարկենք աղջիկներին, որովհետեւ կարծրատիպա թե աղջիկները լավ ընկերուհի չեն կարողանում լինել, ըստ իս։ Համաձայն եմ։ Դրա համար եկեք Դուք շփվեք ձեր աշխարհում։ ձեր աշխարհում։ Դե ինձ թվում է հասկացանք մենք իրար։ Դու շատ sense կտրուկ մոտեցար, բայց ինձ թվում է հիմա դու կարաս ինչ-որ վախ հարցնես։ կա քո մեջ, որովհետև նախ դու պետք է մի հատ հարցնես, նու կոնկրետ ինչ տեղեր կգնամ կամ ինչ տեղեր չեմ գնամ, որովհետև sense գնալ ընկերուների հետ, տենց ինչ-որ ծնունդ նշելու կամ հավաքույթի կամ ուղղակի հանդիպման նայած տեղ։ Այդ ամեն ինչը ես դեմ եմ։ Նայած ժամանակ, ասենք գիշերվա 1000-ին հաստատ պետք չի ծնունդի ցերեկը նորմալ է ինձ թվում է, բայց ինձ թվում է քո մեջ ինչ-որ վախ կա այդ, որ դու պատմեցիր, նաև որ աշխատել ես այդտեղ, ինձ թվում է վախ կա ինչ-որ քո մեջ։ Չէ, վախ չկա, բուն իմաստը այն է, որ ես չեմ սիրում այդ քայլերը։ Ես էլ չեմ սիրում, նենց չի տենց։ Իսկ Նորմալ է իմ օրինակ համար։ ընկերուհու ծնունդն է, դու գնում ես ընկերուհու ծնունդին, ես թույլ չեմ տալու։ Եթե ընկերուհիներով եք էլի, որովհետև քո ընկերուհիներից մեկը կարա նաև այդ քայլերից մեկը անի։ Լալիջան հավանում եք Ուրախացնի Տիգրանին, արտակնապես հավանում եք Տիգրանին։ Այո։ Մենք Երևաց։ հասկացում ենք։ Ձեր կարծիքը լրիվ փոխվեց ամեն ինչի նկատմամբ։ Չէ, Հա, դե լավ, գործա թե լավ։ Ընկերի, դե լավ ընկերի։ Այս դարում ընկերի։ Մեկն էլ է շատ կուզես, այդ մեկն էլ չլինի։ Հա, դե երևաց որ հավանում ես, դրա համար միանգամից ոնց որ Տիգրանին փորձեցիր համակերպվես, լրիվ նորմալ է, դա քո ընտրությունն է, բայց ամեն դեպքում մենք մի հատ նշենք ստեղ այս փաստը, խնդրում եմ չընդհատենք, որտեղ մենք քեզ փորձեցինք չընդհատենք, բայց ընդհատեցինք իհարկե։ Շնորհակալություն ընդհատելու եւ ընդհատելու համար։ Բայց ուզում ասեմ, որ ամեն դեպքում դա Տիգրանի անձնական կարծիքն է աղջիկ ընկերուների նկատմամբ առհասարակ, որովհետև աղջիկ ընկերությունը ամենագեղեցիկ ընկերությունն է եւ ես Ամոթային sisterhood-ի ու շատ ափսոս, եթե դու չես ունեցել լավ ընկերուհիներ, շատ ափսոս, որովհետև այդ support-ը ու այդ պատժկան, որ կարող է աղջիկ ընկերուհին տա աղջկան, որևէ մեկի չես կարող դու ունենաս, նենց որ գնա մտածի եւ փորձի գտնել քեզ լավ ընկերներ։ Մեկ էլ շատ կարևոր է, որքան էլ տղան մեզ դուր է գալիս վիզուալ առումով, այս որպես sense ավակ ընկերուհի քեզ, ուղղակի այդ դիրքից փորձեմ խորհուրդ տալ, թե վիզուալ տղան ձեզ դուր է գալիս, երբեք ոչ մի պարագայում ձեր սկզբունքներից եւ պրինցիպներից պետք չի տենց ռադիկալ հրաժարվել եւ ինքնությունը դնել հարցի տակ, այսինքն այն ինչը ձեր համար կարևոր է եղել, հանկարծ դառնում է, չգիտեմ, անկարևոր։ Խոսքը շատ կարևոր բաների մասին եմ ասում, էլ ընդհանուր գաղափարների, ոչ թե մանր-մունր բաների հետ կապված։ Չէ, մանր-մունր բաներն էլ է հաճախ նենց կարևոր են, անգամ թեկուզ հասարակ երաժշտական ճաշակը, որ դա օրինակ քեզ հաճելի չի, բայց դու ասում ես հա հաճելի է ու լսում ես։ Իմ համար այդտեղից է հենց սկսում ինքդ քեզ կորցնելու փուլը։ Կարաս սովորես իրանից։ Լավ Տիգրան էլի հարցեր տուր Լալին։ Լալի ջան, դու էլ կարող ես Տիգրանին հարցեր տալ։ Հա, դա ուզում անեի։ Հարցերին ես սպասում։ Դու ունես աղջիկ ընկերներ ու նույն կերպ ասենց քո հարցը կրկնեմ։ Դու կգնաս աղջիկ ընկերների հետ, ասենք ծնունդա քեզ հրավիրել, ենթադրենք, ու դու գնաս։ Աղջիկ ընկերներ, ասենց ասեմ, եթե այտենց հարազատ մոտիկ մարդ, աղջիկ ընկեր չի կարա լինի։ Որպես գործընկեր, հա, ունեմ։ Կողակցից այն կողմ չի կարա լինի։ Ես նայում եմ sense, որ աղջիկ ու տղա ընկերական այտենց հարաբերություններ չի կարա լինի։ Վերջում մեկա սեր կա։ Կարամ բարձրացնեմ։ Երկրորդ ժամադրության կգնաք միասին, թե չէ։ Հաղորդումից հետո այո կփորձենք։ Լալի ջան, դուք համաձայն եք փորձել։ Կփորձեմ։ Ուրիշ գույն չգիտեք, դուք մենակ կարմիր եք բարձրացնում, հենց խոսում եմ։ Կարմիրը երեխեք, Ես կուզենամ, Գիտեք ինչի է, եթե Լալին ինչի է չլինի ձեր կարմիր։ ապագա ընկերուհին, մեկ այլ աղջիկ լինի ձեր ապագա ընկերուհին, այս հաղորդումը անպայմանորեն նայի։ Ես չեմ ուզում դուք մեզնից նեղացած գնաք։ Չէ, վստահ եմ նեղացած։ Չէ, ես չեմ Չէ, նեղացած։ որովհետև շատ սարկազմիկ ասեցի կարմիր դրոշներ, բայց անկեղծ ես ասել։ Հումոր էր դա։ Բայց մի հատ ես բան ասեմ, հանուն արդարության ես ամեն ձև փորձեցի մի քիչ ձեր կողմը պահեմ, անկեղծ դեռիվ լուրջ եմ ասում, անգամ այստեղ փոքրիկ դիսկուսիա ունեցանք։ Ես փորձում եմ ներգրավեմ, որ ես միշտ փորձում եմ անկեղծ, հիմա փիքմի տեքստ կարող անեմ, բայց ես
փորձում տղայական տեսանկյունից է նաև, որտեղ ունեմ տղա ընկերներ ու միշտ այդ բալանսը փորձում եմ բերեմ, բայց դուք այնքան ռադիկալ բաներ եք Տիգրան ջան պայտակ ասում, որ անգամ ես եմ ուզում այդ կարմիր դրոշակը բարձրացնեմ, հասկացաք, եթե դուք ոչ խորհուրդ եմ տալի, ոչ ման զուտ ուզում ասեմ, ես շատ ուրախ եմ, որ դուք հիմա կգնաք երկրորդ ժամադրության, շատ ուրախ եմ, որ դուք փորձեցիք ճանաչել Լալի ջան, ուրախ եմ, որ դու, բայց ես շատ կուզենամ, որ դու քո կյանքի ինչ-որ փուլերում, երբ որ իրոք ռեալ բախվես այդ խնդիրների հետ, որտեղ դու հիմա օրինակներով ես այդ քո հետ ռեալ չի եղել այդ խնդիրները, երբ որ դու ռեալ բախվես այդ խնդիրների հետ, այդ ժամանակ հստակ ասես այս պարագայում սենց է, այն պարագայում նենց է, որովհետև ես ինքս աղջիկ ընկերուներով գնում եմ Ձիվիշնիկ ու տենց բան չի լինում, հիմա որ դու ստրիպտիզ պարող տղա երբեք չի եկի, հիմա դու դա ասեցիր ինձ նեղացրեցիր, օբշի հասկացար, բայց ես չեմ ուզում դա կոպիտ ասած։ Ամեն ինչ հնարավոր է կյանքում։ Չէ, սենց տղայականով եթե խոսենք, դու միշտ սենց ընդհանրացված ես ասում, բայց ոչ բոլոր աղջիկներն են ստրիպտիզ պարող հրավիրում ու անգամ եթե պարող են հրավիրում, այդ արդեն իրանց անձնական խնդիրն է։ Ոչ բոլոր աղջիկ ընկերուհիներն դու այնց բաներ ես հիմա թվարկում, որ դու սենց մի օրինակով ես դա տեսել ու քո մոտ դա տրավմա է, ես անկեղծ շատ տխուր եմ, որ քո կյանքում այդպես տրավմաներ եղել են ու դու դրանից նեղվել ես։ Ես անկեղծ վատ եմ զգում, որտեղ դու շատ լավ նեղվել է, այլ ընդհանուր եղբայրն ունի պրինցիպներ, հասկանում եմ դու ինչի մասին ես ուզում ասես։ Ես լրիվ պրինցիպներից ամեն ինչ գլուխ հանում եմ, անկեղծ ասեմ, բայց ուզում ասեմ, այդ պրինցիպները, երբ որ դու արտահայտում ես, մի փորձի բոլորին մի պրիզմայով նայել։ Այսքան բան։ Ես ուտ օրինակն եմ բերում, ասում եք չի, ես օրինակն եմ բերում։ Տիգրան, ես շատ համաձայն եմ Նինայի հետ ու քո բոլոր բառերի տակ ստորագրում եմ։ Շնորհակալություն։ Այս Նինային շատ եմ սիրում, բայց Ես էլ։ Բայց Արեքումից հետո կշփվենք, լավ։ Շատ լավ, ես չհասկացա գնալու եք երկրորդ ժամադրության թե չէ։ Գնալու է։ Ես երկու մտքի եմ, այս վերջի խոսակցությունից Արի Ուրեմն երկրորդը կգնանք, ավելի մանրակարգիտ կխոսանք։ Առանց մեզ, առանց մեր կարգի։ Ոչ տեղ էլի, որովհետև խոսում ենք կարմիր դրոշակներ են բայց դες ես հիմա կանաչ բարձրացրեցի քո այդ համառության բայց ինքը սխալ չի Տիգրան։ Մենք Տիգրանին ճանապարհենք, Լալի հետ մի քիչ քննարկենք, տեսնենք ինչեր է ասում, որովհետև Լալին է որոշողը, բայց դու անկախ ամեն ինչից պետքա հրավիրես ասել ես։ Շո, խնդիր չկա, տեսնենք Լալին ինչ կարծիքի ապրես Տիգրանի։ Շնորհակալություն։ Ձեզ լավ ձեզ։ Մերսի ձեզ։ Այս պահին մենք Լալիի հետ արդեն մենակ ենք մնացել եւ բնականաբար ոչ մի ձև չենք փորձի ձեր որոշման վրա ազդեցություն թողնել Քավլիցի։ Դուք ինքնուրույն կորոշեք ցանկանում եք գնալ երկրորդ ժամադրության Տիգրանի հետ թե ոչ։ Եվ արդեն կարող ենք ձեզ լսել ինչ տպավորություններ կան։ Ինձ թվում է չեմ գնա։ Որովհետև սկզբից ճիշտ ասած ուրիշ բան էի մտածում, կեսից փոխվեցի իր պատմածից հետո։ Ու համել ստրիպտիզի դրվագի պատմած։ Որտև ինքը սենց մի բանի վրա է կենտրոնանում ու սենց որ բոլորին է էլի այտենց նույն ձև պատկերացնում, այսինքն պետքա նորից ես էլ այսինքն այդպես պետքա գնամ հանդիպման, այդպես դեպքեր լինի այդ ծնունդի ժամանակ եւ այլն, բայց ինձ թվում է ինքը ուղղակի վախ կա իր մեջ, որ հնարավոր է լինի։ Ինքը ուզում է աղջկան սենց իր ափի մեջ պահի, ինքը այդ տեսակներ իմ կարծիքով։ Կարող է ձեզ թված ինչ-որ մի բայց ուզուտ հետաքրքիր է, որ դուք կարող եք փոխեք իրեն կամ չգիտեմ, ձեզ ճանաչելով ինքը ինքնական փոխվի, դուք տենց միտք ունեցաք։ Ինձ թվում է այս տեսակ մարդուն փոխել հնարավոր չի։ Մի խորհուրդ էլ ես ընծայեմ։ Ընծայիր։ Չգիտեմ կընդունեն թե չէ, կընդունեք թե չէ, երբեք հարաբերությունների մեջ չմտնել դիմացինին որևէ կետով փոխելու համար։ Մարդիկ չեն փոխվում։ Որևէ մեկին էլ պետք չէ այսպես փորձել փոխել կամ վերադաստիարակել եւ այլն, մենք դրա ժամանակը կարծում եմ չունենք, կյանքը չափից դուրս կարճ է, ձեզ շնորհակալ ենք մեզ այսօր որպես հերոսուհի միանալու համար, իսկ ձեզ մաղթում ենք էլի լիքը հավես նոր ժամադրություններ։